Վարդան Օսկանյան, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար։ Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր դաշտը հիմնականում արդեն ձևավորվել է։ Նրանց ցուցակները հրապարակված են, ծրագրերը ներկայացված։ Ծրագրերի մեջ ակնհայտ է ընդհանուր օրակարգը, խաղաղությունը, տնտեսական զարգացումը, աղքատության հաղթահարումը, արդարության վերականգնումը, ազգային վերածնունդն ու միասնությունը։ Այժմ, երբ հիմքը դրված է, ժամանակն է հանրային գիտակցության մեջ ձևավորելու եւ ամրապնդելու հավաքական ընդդիմություն գաղափարը։ Սա այլևս անհատական ջանքերի մասին չէ, այլ ընդհանուր նպատակի։ Հավատացած եմ, այս հավաքական ընդդիմությունը հաղթելու է ընտրություններում, սակայն միայն հաղթելը բավարար չէ, պետք է ավելի բարձր նշաձող սահմանել։ Այս միտքը նշել եմ նաև իմ նախորդ գրառման մեջ եւ շարունակելու եմ կրկնել։ Նպատակը չպետք է լինի պարզապես թույլ չտալ, որ Փաշինյանը վերարտադրվի իշխանության մեջ, այլ նաև ապահովել, որ նրա կուսակցությունը նույնիսկ չհաղթահարի խորհրդարան անցնելու շեմը։ Միայն այդ դեպքում կկարողանանք վերջնականապես փակել անցած 8 տարիների էջը, այդ շրջանն ու հիշողությունները թողնելով պատմության էջերում։